Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները դառնում են էլ ավելի սրվող, դրամատիկ, հոգեբանորեն բարդ, հանդիսատեսին մատուցելով ամենասպասված և զգացմունքներով լի պահերը։ Յուրաքանչյուր կերպար ներգրաված է ճակատագրի այնպիսի հանգույցներում, որոնք ազդում են ոչ միայն նրանց ապագայի, այլև անցյալի ու ներկայի բախումների վրա։ Սյուժեն զարգանում է միանգամից մի քանի ուղղությամբ։ Հենրին սրտի խորքից կոտրված ու սրտի վիշտը թաքցնելու ցանկությամբ որոշում է սուտ հորինել։ Նա պատմում է Անգելինային, որ իբր սիրահարված է մեկ այլ աղջկա, ով արդեն հղի է իրենից։ Սա արվում է միայն մեկ նպատակով՝ օգնել Անգելինային մոռանալ իրեն և չտառապել, բայց ինչպես պարզվում է, սուտն ավելի ուժեղ ցավ է պատճառում, քան ճշմարտությունը։ Անգելինան լսում է այս ամենն ու նրա հոգեկան վիճակը խիստ վատանում է, նա հայտնվում է հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ Հենրին ներսից կոտրված գնում է կամրջի մոտ։ Նա կանգնած է այն եզրագծին, որտեղ վերջանում է հույսը, բայց դեռ մնում է պայքարը։ Նրա գործողությունները դառնում են վկայություն, որ նա այլևս չի կարող ապրել ստի բեռով, սիրո կորստով և ինքնության կասկածով։ Սակայն սյուժեի ամենահետաքրքիր զարգացումը սկսվում է Սեմի գծով։ Նա իմանալով, որ իր հոր սպանության մեղավորը Բագրատն է, որոշում է վրեժ լուծել։ Զենք վերցնելով գնում է Բագրատի մոտ՝ նպատակ ունենալով սպանել նրան։ Բայց ահա սերիալին հատուկ անակնկալն այստեղ է։ Սեմի կրակոցը նպատակին չի հասնում, Բագրատը փրկվում է, իսկ պատահաբար վիրավորվում է Արամը, վերջինս ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։ Եվ ահա այստեղ է տեղի ունենում ամենասպասված հանդիպումը։ Արամն ու Անգելինան քույր ու եղբայր են, ովքեր այդ մասին դեռ չեն էլ պատկերացնում, հայտնվում են նույն հիվանդանոցում։ Ճակատագիրը, որը կարծես խաղում էր նրանց հետ ամբողջ սերիալի ընթացքում, այս անգամ բերում է նրանց իրար շատ մոտ։ Հենց այդ հիվանդանոցում էլ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպեն Միքայելն ու Սոսը որպես հայր ու դուստր։ Այդ հանդիպումը կարող է շրջադարձային լինել ամբողջ պատմության համար։ Արամի վիճակի մասին լուրերը հասնում են նաև Մոսկվա։ Սոսը, նրա հայրը, իմանալով որդու վտանգավոր իրավիճակի մասին, առանց հապաղելու վերադառնում է Հայաստան։ Սոսի վերադարձը ոչ միայն հուզական տեսանկյունից հզոր պահ է, այլ նաև նոր հարաբերությունների սկիզբ։ Նրա վերադարձը կարող է նշանակել անցյալի բացահայտում և ապագայի հույս։ Այս ամենի խորապատկերում սերիալը մտնում է իր ամենաուժեղ, ամենահուզական փուլը։ Տարերային անկանխատեսելի և խորը էմոցիոնալ շերտերով հագեցած դրվագները դեռ առջևում են։ Սուտը, վրեժը, սերը, ընտանեկան կապերն ու ճակատագրի հեգնանքը միահյուսվում են այս պատմության մեջ, դարձնելով այն հեռուստադիտողներից ամենասիրվածներից մեկը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր զարգացումներ, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին տեղեկանանք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան սերիալները դեռ առջևում են, այնպես որ միացեք, որպեսզի բաց չթողնեք այս հետաքրքիր տեղեկությունները։ Ինչպես արդեն նշեցինք, Անգելինան արդեն հիվանդանոցում է, պարզ է, որ շատ շուտով հիվանդանոցում է հայտնվելու նաև Արամը, անկանխատեսելի իրավիճակում, երբ Սեմը որոշում է Բագրատից հոր վրեժը լուծել, սակայն գնդակը հավանաբար երկուսին էլ կպնում է, որովհետև տեսանյութ է հայտնվել, որտեղ Բագրատը ծանր վիճակում է, կաղալով է, գետնին ընկած։ Սա նշանակում է, որ գնդակը երկուսին էլ կպել է կամ ինչ-որ պատմություն կա այստեղ թաքնված։ Ամեն դեպքում Արամը ևս հայտնվում է հիվանդանոցում բավական ծանր վիճակում և նույն հիվանդանոցում է հայտնվում, որտեղ Անգելինան է պառկած, և Սոսը, լսելով որդու ծանր վիճակի մասին, շտապում է Մոսկվայից վերադառնալ ու որդու կողքին լինել։ Բայց Սոսի համար նոր բացահայտում է սպասվում, երբ հիվանդանոցում տեսնում է Անգելինային։ Քույր ու եղբայր նույն հիվանդանոցում են, հայրը վերադառնում է։ Հեռուստասերիալի ամենաինտրիգային զարգացումներն այնքան մոտ են, որ նույնիսկ հեռուստադիտողները չեն պատկերացնում ինչպես է Սոսը վերաբերվելու Անգելինային և ինչպես է բացահայտելու, որ հենց ինքն է Անգելինայի հայրը, կիմանաք շատ շուտով։ Նշենք, որ շատ շուտով բացահայտվելու է նաև, որ Անգելինայի հայրը բնավել Միքայելը չէ և որ այս ամենը Միքայելի հորինած սուտն է։ Ինչպես է ներելու Հենրին Միքայելին, եթե իմանա, որ այս ամենը Միքայելի հորինած սուտն է և այս տառապանքներն իզուր են և իրենք ոչ մի քույր ու եղբայր էլ չեն։
Բայց արդյոք կկարողանա Հենրին ընդունել ու ներել Միքայելին, իսկ ինչպես է վարվելու Աննան այս բոլորի հետ՝ Սոսի, Լիլիթի, հոր, հորաքրոջ, Միքայելի, չէ՞ որ բոլորը նրան խաբել են, բոլորը նրանից թաքցրել են ինչ-որ բան։ Այս ամբողջ ընթացքում Աննան ողբացել է իր դստեր կորուստը, սակայն դուստրն ապրել է իրենից բավական հեռու և հիմա այնքան մոտ է, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ։ Նա ողբացել է Սոսի մահը, սակայն Սոսը ապրում է և ոչ միայն ապրում է, այլ նաև ամուսնացել ու համատեղ երեխա ունի իր հարազատ քրոջից։ Սա ինչ է նշանակում, որ շուրջ բոլորը խաբեբաներ են, որ Աննան ամբողջ կյանքն ապրել է ստի ու կեղծիքի մեջ։ Իսկ թե Դիանա Գրիգորյանն ինչպիսի հանգուցալուծում է որոշել այս կերպարների համար, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին միասին բացահայտելու ամենահետաքրքիրի մասին առաջինը։ Դիանա Գրիգորյանի